Վերջերս համացանցում մի թրենդ է տարածվել։ Իմ առաջին երեխան, որից հետո ուզում է ևս 5-ը, եւ երկրորդը, որ փոխարինում է այդ 5-ին։ Սա ինձ հիշեցրեց մի աղջկա մեր կենտրոնից։ Մեծ քույրը գերազանցիկ էր, նվագում էր, մեդալներ, պարգևներ, իսկ փոքրը ոչ մի բան մինչև վերջ չէր հասցնում։ Թողել էր պարը, նկարչությունը, դաշնամուրը, ժամանակի մեծ մասն անցկացնում էր հեռախոսի մեջ։ Մայրն անկեղծ ասում էր, մեծս իր տարիքում արդեն ելույթներ էր ունենում, սրան եթե թողնես, ոչինչ էլ չի անի։ Աղջիկը սկսեց հաճախել մեզ մոտ, շուտով պարզ դարձավ, նա ծույլ չէ, պարզապես կոտրված էր քրոջ հետ անդադար համեմատություններից, ինչի համար ջանք թափել, եթե միևնույնն է քրոջ պես չի ստացվելու։ Մենք խնդրեցինք ծնողներին վստահել մեզ, մեկ ուսումնական տարի երեխային չհամեմատել, չմիջամտել։ Որոշ ժամանակ անց պարզեցինք, աղջիկը հիանալի լուսանկարում է, նույնիսկ հեռախոսով ստանում էր գեղեցիկ կադրեր, ինքնուրույն մշակում։ Հուշեցինք ծնողներին աջակցել նրան այդ ուղղությամբ։ Շուտով նա սկսեց հաճախել լուսանկարչության դասընթացների, եւ երբ նրան ոչ ոքի հետ չէին համեմատում, կարծես թե վեր առավ։ Դասերն էլ գնալով հեշտացան։ Գերազանց չէր, բայց սովորում էր հաճույքով, որովհետեւ երբ երեխային դադարում են համեմատել, նա դադարում է թաքնվել ու սկսում է աճել։